Այս ամբողջ ժողովուրդը իրական տնտեսվարողներն են, իրական այս ոլորտը ներկայացնողներն են։ Ու եկել են այդ հարցերի բարձրաբանումը տամ, այդ ոնց ալում, որ դուք ոլորտը ներկայացնող մարդու հետ ասում եք ոլորտի հարցերը լուծած է, բայց այսօր բոլորս հարցերի մեջ ենք։ Եկել ենք տեսնենք փոխվարչապետին ու իր ներկայությամբ մեր նախարարի հետ այդ հարցերը բարձրաբանենք մեր աջակցման մասը, որտեղ մեկ ամիս առաջ նորից հանդիպում ենք ունեցել, մեկ ամիս առաջ սպասում էինք, որ շատ կարճ ժամանակում մեզ կաջակցեն, սակայն մեկ ամիսը անցել է, ոչ մի նորություն չունենք։ Ինչքան ժամանակ է ոլորտահամախոս ունեք։ Հայաստանի Հանրապետության ձկնամթերքը ամսի 12-ից մայիսի փակվել է։ Ձուկ ձկնամթերք։ Պատճառաբանություն են ձեզ ասել։ Մեզ չեն ասել, ընդհանուր իրանք Ռոսել Նազարը ներկայացրել է, որ Հայաստանի ձուկ ձկնամթերքը ոչ որակյալ է եւ ինչ-որ բաներ են գտել, ժամանակավոր ստուգում են անում։ Եկել են ստուգում են արել 4 տնտեսությունների պետք է մտնեն, բայց երկուսի մոտ են արել, երկուսի մոտ էլ դրական եզրակացությունով գնացել են։ Հետո իրանց որոշել են, որ փակել են։ Ինչպես ներկայացրեց մեր ՍԱՏՄ ղեկավարը, Հայաստանի Հանրապետության 97% ձկնամթերքը իդեալական վիճակում է ու ես դա փաստում եմ։ Բա ինչի համար չհասկանալի։ Դա իրանց հարցեր է։ Օրինակ առաջարկում են եվրոպական շուկաներ, առնվազն քննարկումներ ունեցել եք, ինչ խնդիրներ եք տեսնում, ինչու դա։ Հարգելի եվրոպական շուկան նոր չեն առել։ Եվրոպական շուկան մենք բազմից ենք քննարկել։ Եվրոպական շուկան մենք մրցունակ չենք։ Եվրոպական շուկայում մենակ մի հատ տնտեսություն կա նորվեգական ձկնամթերքը, որը 1.150.000 տոննա 24 թվականին արտահանել է։ Դուք հասկանում եք այդ ինչ տվի համար։ Մենք 14,000 տոննա արտադրանք ենք տանում Ռուսաստան, Հայաստան էլ ինքնաբավ պահում ենք։ Իսկ մենք մեր արտադրանքը ավելացել է Ռուսաստանի եւ մենք շուկայում կարացել ենք տեղ գրավենք, երբ որ Ռուսաստանի եւ Եվրոպայի սանկցիաները իրականացվեցին։ Դրա արդյունքում այսինքն մենք անգամ Ռուսաստանում էինք զորով մրցակցում նմանատիպ երկրների հետ։ Մենք այսօր տանենք իրանց տան մեջ կարանք մրցակցենք, ո՞նց եք պատկերացնում։ Եվրոպան 50 միլիոնից ավելի աջակցություն տվեց Հայաստանին, խոստացավ, որ սահմանն անցնելու համար Քերչի սահմանի, սրանք չեն օգնում։ Բայց մենք դրա համար ենք եկել, որ ասենք այդ 50 միլիոնա, 60-ը ճիշտ ասած թիվը հստակ չգիտեմ, բայց իմանալով 200 միլիոնի մասին ենք խոսում։ Մասնաբաժին տան այն գործարարներին, որոնք իրականում որպես հարկ էլի մասնաբաժին ունեն։ Մենք գյուղ ոլորտում մինչև 10% հարկ ենք տալի։ Գյուղ ոլորտի ընդհանուր հարկի մեջ 10%-ը ձկնաբուստերն են տալիս։ Այսինքն Փոխհատուցում վնասների չեն կարա տան։ Մենք ուզում ենք պահպանման գումար, ֆիքսված ամեն մեկը իր տնտեսության, իր տարիների առաջվա ապացույցով, իր արտադրանքի դիմաց ժամանակավոր միջև հասկանանք ուր են գնում, որ երգիր ենք տանում, ոնց ենք վաճառում, ինչ ենք անում։ Ինչքան կդիմանա ձկնաբուծության ոլորտը, եթե Ձկնաբուծությունը դիմացել էր, այս 2 ամիս այդ ձկնաբուծը խելոք նստել է, մենակ ընդամենը եկել է նախարարին ասել է նախարար ջան, մենք խնդիր ունենք, այդ արդեն էլ պիկն էլ տեղ չկա դիմանալու։ Ոլորտը չի կարա դիմանա, հարգելիս ոնց եք պատկերացնում, ձկնամթերքը մի հատ կենդանի օրգանիզմ գիտեք, որ առանց կեր ուտելու, առանց իր պահանջվող ծնունդ ուտելու կարա ապրի։ Մի հատ օրգանիզմ ասեք, ասեք, չէ, այս մեկը ապրում է, դու զուգդել զորովը տենց է։ Չկա տենց բան, ցանկացած կենդանի օրգանիզմ օրերի, ամիսների ընթացքում հյուծվում է, իր իմունիտետը ընկնում է, եւ այդ կենդանին դառնում է ոչ պիտանի, ոչ վաճառքի, ոչ ուտելու վերջ։ Այս ոլորտը պայթում է, մեր սաղ արած էս 20 տարվա իմ անձնամբ, մարդիկ կան 23 տարի, մարդիկ կան 15 տարի, բայց այս ոլորտը մենք սկսել ենք ոչ ինքնանպատակ հենց զարթնել ենք ոլորտ ենք։ Մենք սկսել ենք այս ոլորտը մի բանով, որ 2000-ական թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ասեց զարգացող ոլորտ է, գերակա ճյուղ են ճանաչում, հարգելի Հայաստանի բնակիչներ, եկեք ներդրեք աշխարհում եկեք ներդրում արեք։ Աշխարհից ով եկավ, փախավ գնաց, չկարացավ այս արևին դիմանը։ Մնացել են իրական հայ տնտեսվարողները, որ կյանք են դրել ոլորտի մեջ։ Դուք պատկերացնում եք 300-ից ավել տնտեսվարող եղել։ Այդ կոլապստենի դիմանալով այսօր 100-110 հոգի մարդեր մնացել, երել են մարդիկ են, որ այս համ երգին են սիրել առաջին, համ իրենց գործն են սիրել ու կյանք են դրել սրա համար։ Ոչ թե պրոստե եկել են ասում են, հոպ, էսի խանութ է, կայնեք բացենք, պակենք, տես բան չկա։ Կենդանի օրգանիզմը 365 օր 24 ժամ այդ ապրանքի հետ մենք ապրում ենք։ Իսկ ինչ որ չափ ունեք, հնարավորություն ունեք տեղական շուկայում։ Այո, ունենք, բայց իրականում բաշխում գոյություն ունի։ Մենք տենց ենք կազմակերպել մեր բաշխել ենք, ոմանք Հայաստանի Հանրապետությունում են վաճառել, ոմանք արտահանել են։
շուկա ընդհանրապես 1 կիլոգրամ ձուկ չեն վաճառում։ Դուք պատկերացնում եք 27-30 հազար տոննայից 10 հազարն է Հայաստանում վաճառվում, մնացածը սաղ արտահանվում է։ Այդ մարդիկ պլանավորում են ունեցել բոլորս հանձինս ինձ քանի տարի է ես Հայաստանի շուկայից դուրս եմ եկել ֆիքսած ժամացույցով գիտեի մայիսին այսքան եմ ծախելու, նոյեմբերին այսքան եմ ծախելու, հունվարին այսքան եմ ծախելու։ Իմ պլանավորված գնում է։ Այդ զուգը դուք գիտեք որ վախեմ ասում խեղաթուրված է սաղ իրականությունը։ Լրատվամիջոցները ցույց եք տալիս զուգը մի ժամում աճում է։ Զուգը գիտեք ինչքան դանդաղ է աճում։ Մեկ զուգը միջև վաճառքի հասնել է 2 տարի պահում ենք։ Ուղղակի մենք այնքան կազմակերպված ենք անում։ Մի օր այս ամիս այս մալյոկն ենք դնում, մյուս ամիս մյուս իկրան ենք դնում, որ 24 ամիս հետո որ միշտ մեր Հայաստանի Հանրապետությունը զուգ ունենա, միշտ կանանք շուկայում գնողունակ լինենք եւ մրցունակ։ Ցույց եք տալիս մեկ ամեն ինչ նորմալ է, ցույց եք տալիս մեկ 97%-ը պատրաստ են արտանման։ Լսեք մարդը ինչ ասում, ասում է 97% ապրանքը պիտանի է, 97% ապրանքը իդեալական է։ 97%-ը պատրաստ են արտանման, չկա տես բան, իրականությունը ցույց տվեք։ Ասում եմ ձուգը դանդաղ աճում, ձուգը աճում է 2-ից 3 տարի։ Դուք ցույց եք տալիս ձուգը աճեց։ Ձուգը մի ժամ հետո չկա տես բան։ Ձուգը ցանկացած ձգնամթերք, որ դուք այսօր խանութից առնում եք, մինիմում 18 ամսվա կյանք ունի տնտեսվարողի ջրավազանում։ Իսկ արտանվող 24-30, որովհետև արտանվող շուկայի պահանջարկը 2-3 պլյուս է։ Իսկ դուք գիտեք այդ ինձ մենք դրեցինք զուգը, ասեցինք զուգը աճի, զուգը աճեց։ Չկա տես բան։ Մենք այսօր ցանկացած մեր ձգան ուղեգիծը գիտենք, երբ է դրվի այդ իկրեն, ինչքան կերակեր է, ոնց է կերե, ոչ ջրաբազանից, ոչ ջրավազանա գնա։ Կյանք ենք դնում ենք այդ ապրանքի հետ։ Ու ոչ միայն ես, այս բոլոր ամբողջ ում ուզում եք հարցրեք, իրանց բասենի հատիկ ձգները գիտեն, երբ են դրել, ինչքան կեր են դրել, ոնց են արել, ինչքան հոսանքի մեջով մնաց, ինչ կարկուտ կայծակիտակ զուգ են պահել։ Հա, մի հատ հովին կայնում եք, գիտեք ամեն ինչ նորմալ է, տես չի, շատ վատ է։ Այսօր վարկե Եթե տնտեսությունը քո ղեկավարը քեզ ասում է գնացեք ինչքան կարեք զարգացրեք բոլոր միջոցները օգտագործում ենք որ վարկ վերցնենք մեր տնտեսությունը զարգացնենք դուք պատկերացնում եք ասում եմ 20 տարի առաջ երազանք էր որ Հայաստանի Հանրապետությունը 1000 տոննա ձուկ ունենար մենք այսօր ինքնաբավ ենք 10-12000 տոննայով դա այդքան էլ ավել արտանում ենք գոնե նույն լրատվամիջոցները հասկացեք դուք կենթանի ձգնամթերք եք ուտում աշխարհում չկա նմանը դա էլի մեր շնորհքն է մեր ճիշտ կազմակերպման շնորհիվ որ կարում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր տարածքներում, մարզերում եւ շրջաններում ակվարիումի ձուկ է կառնում։ Ոչ թե Պարսկաստանը զարգացած այդքան ձգնամթեր չունի տենց բան որ կանեք այդ կենթանի առնենք։ Մորցած սատկած խալաձելիկները լցած ձուկ են ուտում։ Ռուսաստան, Նորվեգ չկա տենց բան։ Մենակ մենք ենք այդ մենտալիտետը մենք ենք մտածել, այդ ձևը մենք ենք մտածել։ Ու դա ճիշտ աշխատանքի սիրելու արդյունքն է, որտեղ մենք գործնել ենք սիրում, մեր սիրը մեր պետությունն ենք սիրում։ Ոչ մեկը մի օր չի փորձե գնա երկից ուրիշ տես գործ անի։ Միշտ մրցունակ եղել։